Ողջույն սիրելի բարեկամներ, իմ հետևողներ, Մայիս Կարիբյանն է, ինչպես տեսնում եք, այսօրվա հաղորդումը մի փոքր տարբեր է։ Ես այսօր խոսալու եմ հետաքրքիր մի թեմայի մասին, սակայն միևնույն ժամանակ խաղալու եմ թենիս, սպորտ եւ կքաջալերեմ բոլորին, որ անպայման զբաղվեք սպորտով, անպայման զբաղվեք ձեր առողջությամբ եւ հետևեք ձեր առողջությանը։ Ես շաբաթը 3-ից 5 անգամ զբաղվում եմ սպորտով, թե դա կլինի գնալ ջիմ, մարզվել, թե դա կլինի գնալ սարերը, ինչպես տեսնում եք, հայքինգի, անգլերեն ասած, վազելու կամ սարը ելնելու կամ տարբեր սպորտեր, որոնցից մեկը թենիսն է, ֆուտբոլ, եւ սա ինձ շատ ակտիվ է պահում առողջապես։ Առողջությունը շատ կարեւոր բան է։ Այսօր խոսալու եմ մի թեմա, որ եթե իրոք ուշադիր հետևեք այս կարծիքներին կամ խորհուրդներին, շատ համոզված եմ, որ օգտակար կլինի ձեզ։ Ուզում եմ այսօր խոսալ այս թեման ինչու միտքս եկա, որտեղ վերջերս ինձ շատ են մարդիկ հարցնում, թե երբ որ մի գաղափար ունես, մի գործ ես ուզում սկսել, ինչն է գաղտնիքը, որպեսզի հաջողվես։ Այդ թեմայի մասին ենք խոսալու։ Եվ կփորձեմ, ես պրոֆեսիոնալ թենիս չեմ խաղում, բայց մի փոքր իրար հետ կզրուցենք։ Յուրաքանչյուր սպորտ, բացի նաև բիզնես կամ գործ, practice, այսինքն միշտ պարապելը կօգնի, որ ավելի լավանաս։ Տեսնենք, այս մեկի շաթը կարծում եմ վատ չէր այս մեկը։ Հիմա հետ գանք այսօրվա թեմային, խոսալու եմ, թե ինչպես ընտրես ճիշտ ուղղություն քո կյանքի մեջ եւ ինչպես այդ ուղղությունը վերջնակետի հասցնես։ Մնացեք ինձ հետ, կվերադառնանք շուտով։ Եվ այսպիսով, սիրելի բարեկամներ, ինչպես ընտրել ուղղություն քո կյանքում։ Նախ պիտի հաշվի առնենք քո տարիքը, եթե ավելի երիտասարդ ես, դու կարող ես տարբեր բաներ փորձել, մինչև վերջնական հասկանաս ինչ ես ուզում կամ ինչ ուղղություն ես ուզում վերցնել քո կյանքում, բայց եթե արդեն բարձր տարիքում ես 40 կամ 50-ի մեջ, ավելի ուշադիր պիտի լինես այդ հարցի մեջ։ Ինչու, որովհետև ժամանակը ավելի կարճ է եւ դու իրավունք չունես սխալներ շատ թույլ տաս։ Հիմա առաջի բանը, որ ես միշտ մարդկանց խորհուրդ եմ տալի, տեսնեմ ես լավ կգնա։ Առաջի բանը, որ ես խորհուրդ եմ տալի մարդկանց իրենց ուղղությունը ընտրելու մեջ, դա այս կարևոր հարցն է, որ յուրաքանչյուրդ պետք է ինքներդ ձեզ հարցնեք. ինչ եմ սիրում ես։ Նայելով իմ history-ին եւ ուսումնասիրելով շատ հաջողակ մարդկանց, ես համոզվել եմ այս պատասխանի մեջ, որ այն մարդիկ, ով հասնում են բարձր արդյունքների, բարձր հաջողությունների, նրանք ընտրում են մի բան, որ սիրում են, ոչ թե ընտրում են, որովհետև մեջը շատ գումար կա կամ իրենց բարեկամն է դրա մեջ հաջողվել կամ իրենց ընկերն է այդ գործի մեջ շատ արդյունքների հասել, ոչ, դա սխալ ճանապարհ է, որտեղ եթե մի բան անես առանց սիրելու, որոշ ժամանակ անց եւ շատ քիչ ժամանակ անց կհիասթափվես եւ կմտածես փոխել քո ուղղությունը, այնպես որ ընտրությունդ սկսիր ճիշտ կետից։ Փորձենք այս մեկինը։ Եվ եթե կարող եք գնահատեք իմ թենիսի սկիլերը, իմ թենիսի խաղալու ոճը, այս մեկը լավ չգնաց։ Շարունակենք այսօրվա թեման։ Երբ որ այդ ընտրեցիր այդ հարցին, կարողացար պատասխանես, թե ինչ ես սիրում անել, շատ հեշտ է արդեն դրանից հետո անցնել մյուս քայլին, այդ ծրագիրը մշակել ծրագիր եւ հասկանալ, թե այդ գործի մեջ կամ այդ բիզնեսի մեջ ինչպես պետք է սկսես, ում հետ պետք է աշխատես,
ովքեր են լինելու քո հաճախորդները եւ ինչպես կարող ես քո product-ը, քո idea-ն, քո միտքը տարածես այս հաճախորդներին, որոնք կկարողանան օգտվել քո սերվիսներից։ Ես օրինակը կբերեմ իմ բիզնեսի մեջ, եթե հետևում եք ինձ արդեն տարիներ, ես 20 տարուց ավել է աշխատում եմ insurance-ի եւ real estate-ի մեջ։ Իմ առաջի տարիները շատ դժվար եղել եւ յուրաքանչյուր բիզնես առաջի 2-3 տարին ամենածանր եւ ամենադժվար ժամանակն է, եթե չհանձնվես եւ աշխատասեր լինես այդ տարիների ընթացքում, դու 90% եւ ավել չանս ունես, որ արդեն կհասնես հաջողության այդ գործի մեջ։ Առաջի կետերից կարևոր մեկը ընտրել ուղղությունը, պլանավորել եւ չհանձնվել։ Գոնե 2 տարի պետք է մնաս այդ գործի մեջ եւ տարածես այդ սովորես այդ գործը եւ մարդկանց տեղեկացնես այդ գործի մասին։ Իմ առաջի 2-3 տարիները ես բոլորին ասել եմ իմ բիզնեսի մասին։ Ֆինանսական սերվիսներ, ծանոթ, անծանոթ։ Հիշում եմ տարիներ են եղել, որ գնացել եմ դրից դուր, բիզնեսից բիզնես, խոսացել եմ մարդկանց հետ, որպեսզի բացատրեմ, թե ես ինչ եմ անում եւ 10 հատ դուր խփելուց կամ 15 հատ դուր խփելուց 2-3 հոգին համաձայնվել են օգտվել իմ սերվիսից։ Ինչի եմ սա բացատրում, որովհետև մարդիկ ձախողվում են բիզնեսի մեջ կամ մի ծրագրի մեջ, որտեղ շատ շուտ հանձնվում են եւ շատ մարդկանց տեղյակ չեն պահում այդ գործի մասին։ Պատկերացրեք այսպես, օրինակ դու ավտոմեխանիկ բիզնես ես բացել եւ ասում ես մարդկանց քո գործի մասին կամ չգիտեմ, ուրիշ մի հատ սերվիս ես ծախում, գրքեր ես ծախում կամ որևէ մի բիզնես ես անում։ Պատկերացրեք 8-րդ մարդը քեզանից գնելու է։ Առաջի մարդուն հարցնում ես, ասում է, չեմ ուզում կմտածեմ, հետաքրված չեմ, 3-րդ, 4-րդը չեն էլ պատասխանում եւ 6-րդի վրա դու էլ չես շարունակում քո միտքը։ Բայց 8-րդ հաճախորդը քեզ հայ էր ասելու։ Ինչի եմ այս օրինակը տալի, որտեղ շատ մարդիկ չեն հասկանում, որ հաջողվելու համար պետք է շատ այդ քո միտքը շատ մարդկանց ասես, որովհետև վերջապես կգտնվեն անհատներ կամ մարդիկ, որոնք կօգտվեն քո սերվիսից։ Ինչ որ բիզնես որ անում ես, անպայման ուշադրություն դարձրա այս կարևոր կետերին։ Մի փոքր խաղանք, տեսնենք այս մեկը ոնց ենք խփելու։ Թենիս մոտավորապես արդեն մի քանի տարի է որ զբաղվում եմ, երևի ամիսը 1-2 անգամ մոտավորապես գնում եմ, խաղում եմ, շատ անգամ ընտանիքով են գնում, երեխաներիս հետ, կնոջս հետ, շատ հետաքրքիր խաղ է։ Տեսար, այս մեկը լավ չխփեցի։ Բայց ինչպես ասում են անգլերեն, practice makes everything perfect, practice, այսինքն ինչքան փորձես, այդքան կլավանաս։ Յուրաքանչյուր բանի մեջ, գործի մեջ, սպորտի մեջ եւ ընդհանրապես։ Այս մյուսը փորձենք։ Էսի լավ գնաց։ Եվ այսպիսով, այսօրվա թեման փորձեցի մի փոքր տարբեր անել եւ խոսալ այս գաղափարի մասին, ինչպես ճիշտ ընտրություն անես։ Հաշվի պիտի առնես քո տարիքը, պետք է հարցնես քեզ ինչ եմ սիրում անել ես, այդ ոլորտի մեջ ընտրություն անես եւ երրորդ կարևոր կետը չհանձնվես 2-ից 3 տարի կպած պետք է աշխատես, ասես մարդկանց քո բիզնեսի մասին հիմիկվա օրերում ավելի դա հեշտացել է, ինչու որտեվ social media-ն կա, ինֆորմացիան ավելի արագ է տարածվում, ավելի շուտ կարող ես քո բիզնեսի մասին տեղեկացնել շատ մարդկանց եւ ինտերնետի միջոցով ոչ թե միայն կարող ես local, այսինքն քո տարածքի մեջ քո բիզնեսը զարգացնել, կարող ես նաև international զարգացնել քո բիզնեսը։ Ես նույն բանն եմ անում։ Եթե հետևում եք ինձ social media-ով, դուք կտեսնեք, որ ես շաբաթվա ընթացքում 2-3 անգամ վիդեոների միջոցով, ֆլայերների միջոցով տարբեր տեսակի promotion-ներ եմ անում, ռեկլամներ եմ անում իմ բիզնեսի համար։ Չնայած նրան, որ 20 տարի արդեն 3000-ից ավել հաճախորդ ունեմ, բայց ես պահում եմ իմ մարքեթինգը եւ միշտ փորձում եմ ավելի շատ հաճախորդների
օգնած լինեմ եւ իմ բիզնեսը ավելի մեծացնեմ։ Եթե հարցեր ունեք այս թեմայի վերաբերյալ այսօրվա, խնդրում եմ կապնվեք ինձ հետ եւ ես մեծ սիրով կոնսուլտացիա կանեմ ձեզ հետ եւ կփորձեմ որոշ չափի մտքեր եւ խորհուրդներ տալ, թե ինչպես սկսեք, ինչի մեջ սկսեք եւ ինչպես այդ միտքը զարգացնեք եւ հասցնեք հաջողության։ Շնորհակալություն, որ նայեցիք այսօրվա վիդեոն։ Mais My Caribbean հետևեք ինձ բոլոր social media ցանցերով, թե կլինի դա YouTube-ում, ինտերնետի մեջ, Facebook, Instagram եւ այցելելով իմ վեբսայթը Mais My Caribbean։ Ստացիոն ձեզ, լավ մնացեք, մինչև մյուս հանդիպում։ Հաջողություն։